2017 թվականի օգոստոսի 26։ Այդ օրը տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն ողջ աշխարհի համար։ Ընդամենը մեկ մարտի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մայվեզերը վաստակեց ավելի քան $270 միլիոն։ Ինչ է $270 միլիոն։ Դա մի գումար է, որը Ֆլոյդը կարող է ծախսել իր ողջ կյանքի ընթացքում եւ միևնույնն է հարուստ կմնա։ Իսկ սա դու ես, ում եկամուտը ըստ դաշնային ծառայության տվյալների ողջ կյանքի ընթացքում կկազմի մոտավորապես $180,000։ Ամենայն հավանականությամբ դու չես կարող քեզ թույլ տալ գնել թանկարժեք մեքենա կամ քո երազանքների տունը։ Չես կարողանա ճանապարհորդել ամբողջ աշխարհով, չես կարողանա գնել թանկարժեք իրեր։ Դու ստիպված ես մշտապես խնայել ամենաանհրաժեշտ բաների վրա՝ սննդի, կացարանի, հագուստի, ժամանցի առողջության, եւ այս բոլոր սահմանափակումները դրվում են քեզ վրա ընդամենը մեկ գործիքի օգնությամբ։ Դա փողն է։ Հավանաբար դու դրանում մեղադրում ես քաղաքական գործիչներին ու պետություններին, գործարաններին ու կոռուպցիան, բայց իրականում դու տեսնում ես միայն կատարողներին, մեկ մեծ համաշխարհային դրամական համակարգի փոքրիկ մասնիկներին։ Մի համակարգի, որը գաղտնի ստրկացրել է երկրի բնակչության 99%-ին։ Հասկանալու համար, թե ինչ է դրամական համակարգը, ինչպես է այն գործում եւ ինչ է աշխարհում առհասարակ կատարվում հիմա, մեզ պետք է նախ մի փոքր հետ գնալ։ Սա հին Հռոմն է, ակվեդուկների, թատրոնների, լեգիոնների, գլադիատորական մարտերի եւ իհարկե ստրկության ժամանակաշրջանը։ Հռոմեական հասարակության մեջ կար հստակ ուղղայաց հիերարխիա, որտեղ բոլորից վեր կանգնած էին Հռոմի կառավարիչները։ Նրանք էլ հանդիսանում էին էլիտայի մի մասը, այսպես կոչված պատրեստները։ Հիմնական հարստությունն ու իշխանությունը այս երկու դասակարգերի ձեռքերում էին։ Այնուհետև հիերարխիայի մեջ գալիս էին ռամիկները։ Դրանք արհեստավորներն էին, առևտրականները, զինվորականները եւ նրանց ղեկավարները։ Իսկ ամենաներկևում ստրուկներն էին։ Մարդիկ, ովքեր ուղղակիորեն զրկված էին իրավունքների, բարեկեցության եւ լիարժեք ազատ կյանքի հնարավորություններից։ Ոմանք աշխատում էին եւ զբաղվում էին շինարարությամբ, հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Մյուսները հանդիսանում էին սպասարկող անձնակազմ։ Դրանք հաշվապահներն էին, մատուցողները, մանկավարժները եւ վիրաբույժները։ Այսինքն այն, ինչով մենք հիմա վաստակում ենք մեր ապրուստը, նախկինում համարվում էր հարկադիր ստրկական աշխատանք։ Այս համակարգում լավ էին ապրում միայն երկու վերին դասակարգերը։ Իսկ բնակչության ստորին խավերն ակնհայտորեն դժգոհ էին ստեղծված իրավիճակից, ինչը հանգեցնում էր մշտական ապստամբությունների։ Ինչ որ մի պահի ստրկատերերը հասկացան, որ ստրուկը երբեք լավ ստրուկ չի լինի, քանի դեռ գիտակցում է, որ ինքը ստրուկ է։ Լավագույն ստրուկն այն է, ով իրեն ազատ է համարում։ Պլատոն։ Ուստի որոշվեց հարկադիր ստրկության համակարգը փոխարինել վարձու ստրկությամբ, որտեղ ստրուկն ինքն է տալիս իր ստրկացման համաձայնությունը։ Եթե նկատեցիք, ամեն ինչ մնացել է իր տեղում։ Մասնագիտությունները, դասակարգային բաժանումները, աղքատները, ինչպես մեծամասնությունն էին, այնպես էլ մնացել են մեծամասնություն։ Ավելին, ֆրանսերենում, իսպաներենում եւ պորտուգալերենում աշխատանք նշանակող ժամանակակից բառերն առաջացել են լատիներեն tripalum բառից, այսինքն 3 ձող։ Միջնադարյան Եվրոպայում դա խոշտանգումների գործիք էր 3 ցցերով, որի վրա ամրացնում էին մարդուն։ Եվ իհարկե մեզ մոտ ձևավորվել է աշխարհայացք, որը ոչ մի կերպ չի մտնում ստրկատիրական կարգերի մեջ, եւ դա կատարյալ անհեթեթություն է։ Հատկապես դժվար է հավատալ, որ ոչ միայն մենք, այլև մեզանից առաջ շատ սերունդներ ապրել են ստրկատիրական համակարգում։ Բայց ցավոք սրտի, դա իսկապես այդպես է։ Եվ ես որոշեցի հնարավորինս պատկերավոր ձեզ ցույց տամ, թե ինչպես է կառուցված այժմյա դրամական համակարգը։ Ինչպես ընդամենը մեկ գործիքի օգնությամբ ստրկացնել ամբողջ աշխարհը։ Ինչպես անել այնպես, որ բացարձակապես ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, դավանանքից ու ազգությունից աշխատի քեզ համար ի վնաս իրեն։
Սկզբունքը, որի վրա հիմնված է աշխարհի ողջ կառավարումը եւ ներկայիս ֆինանսական համակարգը, դա բուրգն է։ Հենց դրա համար էլ այն պատկերված է $1 թղթադրամի վրա եւ առկա է ամբողջ աշխարհում գաղտնի ընկերությունների գրեթե ողջ խորհրդանիշներում։ Իսկ հիմա նայենք կատարվողի ընդհանուր պատկերին։ Սա բաշխման մոդել է բացարձակապես հավասար ուտոպիական հասարակության մեջ, որտեղ ամբողջ փողը հավասար մասերի է բաժանվում նրա բոլոր անդամների միջև։ Իսկ սա մեր ներկայիս ֆինանսական համակարգն է։ Աջ բուրգը մարդկանց քանակն ու նրանց բարեկեցության մակարդակն է, իսկ ձախը փողի ընդհանուր քանակը։ Այսինքն որքան բարձր է, այնքան շատ է այնտեղ փողը, բայց քիչ են մարդիկ, իսկ որքան ցածր է, այնքան շատ են մարդիկ, բայց քիչ է փողը։ Բուրգը կարելի է բաժանել կենսամակարդակների։ Որքան վերև է ուզում բարձրանալ մարդը, այնքան ավելի շատ նա պետք է խլի ուրիշներից, որովհետև յուրաքանչյուր հաջորդ մակարդակ ավելի ու ավելի շատ փող է պահանջում։ Ահա թե ինչու է, երբ հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում։ Ներկա պահին աշխարհում գոյություն ունի մոտ 200 ճանաչված պետություն։ Եթե դրանք խմբերի բաժանենք ըստ ՀՆԱ-ի մակարդակի, ապա ամենահարուստները կլինեն փոքրամասնություն, իսկ լավ ապահովվածները մի փոքր ավելի շատ։ Իսկ հետո գալիս է հիմնական զանգվածը, այսինքն բոլոր պետությունները ճիշտ նույն ձև դասավորվում են ամենահարուստներից մինչև ամենաաղքատները։ Այնուհետև արդեն պետությունների ներսում գալիս են ընկերությունները եւ կազմակերպությունները, որոնք նույնպես կառուցվում են այս սկզբունքով։ Եվ այս ընկերությունների ներսում նույնպես կա հիերարխիա, կան սեփականատերեր եւ պաշտոնատար անձինք, այսինքն աշխատողներ կամ այլ կերպ ասած ստրուկներ։ Եթե դուք դեռ չեք հասկացել, թե ինչու եք քիչ վաստակում, ահա ձեզ պատասխանը։ Որովհետև դուք գտնվում եք մի պետությունում, որը բուրգի ներքևում է։ Աշխատում եք մի կազմակերպությունում, որը բուրգի ներքևում է, եւ զբաղեցնում եք մի պաշտոն, որը կրկին բուրգի ներքևում է։ Եվ ահա այն գլխավոր ֆինանսական բուրգը։ Целый мирок, надвинутый на глаза, чтобы спрятать правду. Какую? Что ты только раб, Нео. Բիզնեսը դա ուրիշի գրպանից փող հանելու արվեստ է, առանց բռնության դիմելու։ Ամստերդամ։ Կարծում եմ հիմա քչերին կարելի է զարմացնել այն նորությամբ, որ աշխարհի գրեթե բոլոր խոշոր ընկերությունները պատկանում են մի կամ մի քանի հոգու։ Մեզ թվում է, թե մեր շուրջը կան բազմաթիվ անկախ բրենդներ, բայց դա այդպես չէ։ Դրանցից գրեթե բոլորը խոշոր կորպորացիաների արբանյակներ են, կամ այլ կերպ ասած ճյուղեր, որոնց սեփականատերերը այս կամ այլ կերպ միմյանց հետ կապված են։ Այս թեմայով Ցյուրիխի ինստիտուտի շվեյցարացի մասնագետների կողմից ամբողջական հետազոտություն է անցկացվել, որը հաստատում է այս ամենը։ Ամբողջ բիզնեսը կառուցված է այնպես, որ շահույթի մեծ մասը ստանում են նրանք, ովքեր գտնվում են բուրգի գագաթին։ Սովորաբար դա ընդամենը մի քանի հոգի է, իսկ աշխատողները, այսինքն նրանք, ովքեր կատարում են աշխատանքի հիմնական մասը, եւ նրանք, ովքեր բացահայտ մեծամասնությունն են կազմում, ստանում են միայն ողորմություն աշխատավարձի տեսքով, այսինքն վճար ստրկության դիմաց։ Այսպիսով տեղի ունենում դրամական ռեսուրսների անհավասար բաշխում։ Այս պատճառով մեծամասնությունը դատապարտված է աղքատ գոյության, այսինքն ամբողջ կյանքը վերածվում է առնետավազքի, որտեղ դու գտնվում ես բուրգի ներքևում եւ մրցակցում ես քեզ նմանների հետ գրոշների դիմաց։ Այսպիսով տեղի է ունենում դրամական միջոցների անհավասար բաշխում։ Ամբողջ համակարգը աշխատում է բաժանիր որ տիրես սկզբունքով։ Այսինքն մեզ բաժանում են, շերտավորում են, որպեսզի ավելի հեշտ կառավարեն մեզ։ Եվ այստեղ առաջանում է մի տրամաբանական հարց. ինչու են նրանք դա անում։ Ինչ է նրանց պետք։ Փող, իշխանություն, եւ պատասխանը այստեղ եւ այո է եւ ոչ։ Ինչ է փողը։ Սովորական իմաստով դա փոխանակման միջոց է։ Ինչ որ մեկի համար փողը ազատություն է։ Մեկ ուրիշի համար հնարավորություններ, եւս մեկի համար խնդիրներից փախչելու միջոց։ Բայց ինչ, եթե իրականում փողը շատ ավելին է, ինչ որ անհավանական արժեքավոր բան։ Դուք չեք պարտվել այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում եք պայքարը, իսկ պարտվում եք, երբ դադարում եք երազել։
Պայքարել, երազել, հաղթահարել դժվարությունները, դրանում է կյանքի և մեր գոյության իմաստը։ Երբ ես ինչ-որ բան եմ գնում, երբ դուք ինչ-որ բան եք գնում, դուք վճարում եք դրա համար ոչ թե փողով, այլ վճարում եք սեփական կյանքի այն ժամերով, որոնք ստիպված եք եղել ծախսել վաստակելով այդ փողերը։ Տարբերությունը միայն նրանում է, որ այդ փողերով դուք երբեք ձեզ համար կյանք չեք կարող գնել։ Իսկ կյանքն անցնում է, և դա սարսափելի է։ Ահա թե ինչ է փողը։ Ինչ որ առումով փողը դա ժամանակն է և գլխավոր փոխանակման միջոցը մեր աշխարհում։ Մեր գնած յուրաքանչյուր իր մեր կյանքի մի կտորն է, որը մենք տվել ենք այդ իրի դիմաց։ Եթե վճարելիս մենք տեսնեինք ոչ թե փողի քանակը, այլ այն ժամանակի քանակը, որից զրկում ենք մեզ այդ իրի դիմաց, բոլոր ծախսերը շատ ավելի խելամիտ կդառնային։ Համակարգը անդադ սադրում է մեզ ամեն ինչում ավելի ու ավելի շատ ծախսեր կատարել։ Գովազդը հիմա գրեթե ամենուր է։ Ամեն օր մարքետոլոգները հետազոտություններ են անում, նոր տարբերակներ են փնտրում, թե ինչպես համոզել մեզ գնել ինչ-որ իր մեր ժամանակի դիմաց։ Ամբողջ տնտեսության սկզբունքը մշտական գործարքներն են, այսինքն ժամանակի փոխանակումը, և տնտեսության հիմնական նպատակը մեզ հնարավորինս շատ գործարքների դրդելն է, քանի որ դրանցից յուրաքանչյուրից նա ունի իր մասնաբաժինը։ Կարևոր չէ թե ինչով և ում հետ եք փոխանակվում։ Եթե փոխանակումը տեղի է ունենում համակարգի մասնակցությամբ, այն անպայման կվերցնի իր բաժինը։ Матрица повсюду. Она окружает нас. Даже сейчас она с нами рядом. Ты видишь ее, когда смотришь в окно или включаешь телевизор. Целый мирок, надвинутый на глаза, чтобы спрятать правду. Ինչպես է այդպես ստացվում, որ համակարգը և կառավարիչները այդքան չարիք են գործում, բայց արդյունքում մնում են անպատիժ։ Ինչ է սա, պարզունակ անարդարություն։ Իհարկե ոչ։ Ինչպես արդեն ասել եմ, նրանք գիտեն խաղի կանոնները, և խաղի կանոններից մեկը ուրիշի կամքի ազատությանը չդիպչելն է։ Համակարգը երբեք չի գործում բռնի ուժով։ Նա լոկ ստեղծում է պայմաններ, որտեղ մենք ինքներս ենք մեր իսկ կամքով կատարում իրեն անհրաժեշտ ընտրությունը։ Կառավարիչները երբեք անձամբ պատերազմ չեն գնում, երբեք ի կատար չեն ածում դատավճիռներ։ Նրանք ամեն ինչ անում են մեր ձեռքերով։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է աշխարհում, կատարվում է սովորական մարդկանց ձեռքերով։ Այսինքն մենք ինքներս մեր դատավորներն ենք և ինքներս մեր դահիճները։ Եվ հիմա ընկերներ, ես ուզում եմ ձեզ ցույց տալ ևս մի համակարգ և այսօրվա համար այն կլինի վերջինը։ Ահա այն։ Սա մեր երկիրն է, որն ընդամենը մեկ կատակլիզմի օգնությամբ կարող է բնաջնջել մեզ ցանկացած պահի։ Մենք հաճախ ենք լսում, որ մեր գործունեությունը սպանում է մոլորակը, բայց եկեք անկեղծ լինենք, հիմնականում դա մեզ առանձնապես չի հետաքրքրում։ Իսկ այդ ամենն այն պատճառով է, որ մենք մեզ և բնությունը չենք ընկալում որպես մեկ ամբողջություն։ Մենք այնքան ենք սովորել առանձնացնել մեզ ու հասարակությունը բնությունից, որ լիովին մոռացել ենք, որ նրա մի մասնիկն ենք։ Մենք և մյուս օրգանիզմները հենց բնությունն ենք։ Բնությունը մեր կյանքի հիմքն է։ Ուստի ավելի ճիշտ կլինի ասել, որ մենք սպանում ենք ոչ թե երկիրն ու բնությունը, այլ կործանում ենք ինքներս մեզ։ Ներկայիս հասարակության էությունը նրանումն է, որ մենք ավիրում ենք մեզ շրջապատող ամեն ինչ, այդ թվում նաև ինքներս մեզ, և հենց այս օրինակով աշխատում է քաղցկեղով հիվանդ օրգանիզմը։ Քաղցկեղային բջիջները այն բջիջներն են, որոնք հայտնվելով վատ միջավայրում նախ դարձել են էգոիստ ու դադարել են աշխատել այլ բջիջների համար, իսկ հետո սկսել են մակաբուծել մյուսների վրա։ Ուստի մեր ներկայիս համակարգը անհրաժեշտ է փոխել, և իրականում այդ համակարգում վատ են ապրում բացարձակապես բոլորը։ Նրանք, ովքեր գտնվում են վերևում, ստիպված են մշտապես մտածել, իսկ ինչ կլինի, եթե մեզանից ամեն ինչ խլեն, կամ որ ավելի վատ է, ինչ կլինի, եթե մի օր բոլորը իմանան ճշմարտությունը։ Բայց կա մի ավելի կարևոր բան, որը դուք անպայման պետք է հասկանաք։ Բուրգաձև հիերարխիայի սկզբունքը դա չարիք չէ, որովհետև մեր ողջ աշխարհն է կառուցված բուրգաձև հիերարխիայի սկզբունքի հիման վրա։
եւ նույնիսկ բնությունն է աշխատում այդ սկզբունքով։ Միշտ կա մեծամասնություն եւ միշտ կա փոքրամասնություն, եւ մեր դեպքում խնդիրը այն է, որ փոքրամասնությունը, որը գիտեր այս սկզբունքի մասին, սկսեց օգտագործել այն իշա իրեն եւ ի վնաս մյուսների, այսինքն մեծամասնության։ Եվ քանի որ մենք արդեն հասնում ենք տեսահոլովակի ավարտին, վերջում արժե ասել, թե ինչ կարելի է անել այս ամենի հետ։ Նախ եւ առաջ պետք է դադարեցնենք քննադատել եւ մեղադրել մեր խնդիրների մեջ այլ մարդկանց, գործարարներին, քաղաքական գործիչներին, Տեր Աստծուն եւ հենց բունտ եզերքին։ Եվ երկրորդ, մեզ անհրաժեշտ է ամեն ինչ մեր ձեռքը վերցնել եւ սկսել գործել միասնաբար։ Եվ լավագույն քայլը, որը մենք հենց հիմա կարող ենք անել, դա գիտելիքները գործնականում կիրառելն է եւ տեղեկատվությունն առավելագույնս տարածել։ Հիշեք, համակարգը գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև մեծամասնությունը չգիտի նրա գոյության մասին։ Այսքանը ընկերներ։ Շնորհակալություն դիտելու համար։ Առայժմ։